Պարոն Մարուկյան, այս ամիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու հակահայկական բանաձևեր են դրվելու քվեարկության, երբ ունենք այս ամիսների Մինսկի խմբի համանախագահների գնահատականը, կոնգրեսականների գնահատականը, հնարավոր է արդյոք այլ արդյունք ակնկալել եւ ընդհանրապես օրակարգից հանել այս երկու հակահայկական բանաձևերը, թե դրանք կյանքի կոչվեն այն ամենը։ Ճիշտն ասած, շատ բարդ է կանխատեսելը, որովհետեւ մեր պատվիրակությունը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, որ նշված բանաձևերը չընդունվեն, դրան գումարած բացի պատվիրակությունը նաև մեր դեսպանությունները, Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները աշխատանքներ են տանում եւ այս պահին որևէ բան կանխատեսել, կարծում եմ շատ բարդ է, հույս ունեմ, որ այդ բանաձևերը չեն ընդունվի։ Օրակարգից հանվել ես ընթացակարգային առումով կարծում եմ նման հնարավորություն երևի թե չի լինի, բայց հնարավոր կլինի ուղղակի մերժել կամ համապատասխան ձայներ չհավաքի, եթե աշխատանքները հաջողությամբ ընթանան։ Հույս ունեմ, որ այդ բանաձևերը չեն ընդունվի։ Ինչ պիտի անել այսուհետ նման բանաձևերից խուսափելու։ Գիտեք, շատ բարդ է ԵՏՄ-ի անդամակցությունից հետո նշված կառույցներում մեր պատվիրակությունների աշխատանքը, որովհետև եվրոպական մեր շատ գործընկերներ հիասթափված են, բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ մենք կարողանանք օգտագործել նաև այն խաղաթղթերը ընդդեմ Ադրբեջանի, որոնք որ մենք ունենք, կապված ներքին իրավիճակի, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, քաղբանտարկյալների, լրագրողների, այսինքն այս խնդիրները ես կարծում եմ մենք պետք է ավելի ակտիվորեն բարձրացնենք եւ ընդհանրապես տարածաշրջանի ժողովրդավարացման մասին խոսենք, ոչ թե կոնկրետ թիրախավորելով հենց Ադրբեջանին, այլ տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում ուղղակի փաստարկել, որ եթե չլինի ժողովրդավարական տարածաշրջան, մենք որևէ խնդիր չենք կարողանալու լուծել մեր հարևանների եւ մյուսների հետ, որովհետեւ ժողովրդավարական երկրներն են, որ կանխատեսելի են եւ կանխատեսելի մասնակցային ընթացակարգերի արդյունքում կարող են որոշումներ կայացվել եւ ոչ թե ինչ-որ մի դիկտատորի կամք թելադրվի մյուսներին, հա։ Պարոն Մարուկյան, ըստ էության 2015-ը մարդու իրավունքների պաշտպանվածության տեսակետից մենք այնքան էլ բարեհաջող չավարտեցինք, ունեցանք մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք միջազգային կառույցները, կազմակերպություններն արձանագրեցին։ Human Rights Watch-ը դարձյալ հանդես է եկել հայտարարությամբ, այս անգամ արդեն քաղաքացիական ակտիվիստին ձերբակալելու հետ կապված եւ նշել, որ պետք է ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին։ Հիմա այսպիսի գնահատականները միջազգային կառույցների կողմից ել ավելի չեն թույլատնում Հայաստանում ժողովրդավարական գործընթացները ընդհանրապես հեռացնում։ Այն որ մարդու իրավունքները միշտ են խախտվել, կապ չունի դա 15 թվականին թե 14, կարծում եմ ուղղակի վերջին տարիներին, վերջին 2 տարիներին էլի պրոցեսներ են ընթացել, որոնք որ եվրասիական մոտեցումներն են բերել հայկական իրավական համակարգ եւ ընդհանրապես վերաբերմունքն է փոխվել։ Մյուս կողմից ինչ վերաբերում է Human Rights Watch-ի հայտարարությանը, ես կարդացել եմ, տեղյակ եմ, պետք է ասեմ, որ իսում եմ ամբողջությամբ հայտարարության մեջ բարձրացված խնդիրները եւ մտահոգությունները եւ կոնկրետ Գևորգ Սաֆարյանի մասով կարող եմ ասել, որ նա մեկ անգամ արդեն եղել է խափանման միջոցը, նրա նկատմամբ կալանք ընտրված է եղել մեկ այլ գործով եւ խափանման միջոցը փոխվել է եւ հենց դրա մասին է նաեւ խոսում Human Rights Watch-ը եւ սա ինչ է նշանակում, որ եթե մարդը որևէ կերպ չէր խոչընդոտում այն մի ընթացող նախաքննությանը, կարող է չխոչընդոտել նաեւ այս մի ընթացող նախաքննությանը եւ մենք գիտենք, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, եթե կան փաստարկներ հիմնավոր կասկած առ այն, որ նա կարող է խոչընդոտել նախաքննությանը, ազդել վկաների վրա եւ այլն եւ այլն։ Եվ այս դեպքում, եթե վկաները ոստիկաններն են եւ եթե ոստիկանության դեմ կատարված գործողությունների համար է հարուցված քրեական գործ եւ դրա շրջանակներում է նա կալանավորվել, ապա ուղղակի աբսուրդ է ասել, որ նա եթե մնարազատության մեջ կարող էր ազդել նախաքննության ընթացքի վրա։ Այս առումով ես միանշանակ կիսում եմ այդ հայտարարությունը եւ կարծում եմ, որ ընդհանրապես կալանավորումը որևէ կերպ արդարացված չէ եւ նա պետք է խափանման միջոցը պետք է փոխել։ Սա մեկ եւ երկրորդը, որ շատ կարեւոր է, որպես նախկին փաստաբան պետք է ասեմ, որ փաստաբանը մի քանի օրեր չէր կարողանում նաեւ Գևորգ Սաֆարյանի հաղորդումը ներկայացնել իրապահ մարմիններին, որոնք որ քննություն կիրականացնեն եւ նա պնդում էր, որ առաջինը իրենք են բռնությունների հետ կապված հաղորդում տվել կամ փորձել տալ եւ տեսեք ինչ աբսուրդ իրավիճակ է մարդուն տոնորերով կարողանում են
ձերբակալել, այնուհետև կալանավորել եւ տոնորերը չեն խանգարում, բայց այդ նույն մարդու հետ կապված հանցագործության մասին հաղորդումը տոնորերին հնարավոր չի լինում ուղարկի ներկայացնել պատկան մարմիններին։ Սա ուղղակի իրավական աբսուրդի շարքից է եւ սա նույնպես մտահոգիչ է եւ սա նույնպես պետք է վերանայվի այս մոտեցումը։